Բար, սա Ֆիլ Շապիրոն է Տակոմա պարկում։ Ես կարդում եմ այս գիրքը, Մարգարետ Ալտրիչի փոքրիկ ազատ գրադարան գիրքը։ Ես ամբողջովին սիրահարված եմ այս գրքին։ Ես այսպիսի գրքի ընթերցման փորձ չեմ ունեցել, քանի որ 1970-ականների սկզբին կարդացել էի ամբողջ երկրի կատալոգը։ Այն գիրքը լի էր հույսով գաղափարներով, այս գիրքը նույնպես լի է հույսով գաղափարներով։ Մարգարետ Ալտրիչը հավաքել է հարյուրավոր պատմություններ փոքրիկ ազատ գրադարանների մասին Միացյալ Նահանգներում ամբողջ աշխարհում։ Այստեղ կա 350 գույնզգույն լուսանկար։ Դուք հավանաբար գիտեք փոքրիկ ազատ գրադարանի պատմությունը։ Այն սկսվեց Վիսկոնսինում մի մարդու, Թոդ Բոլի հետ, ով ստեղծեց առաջին փոքրիկ ազատ գրադարանը իր մոր մի ուսուցչի հիշատակին։ Ես հավատում եմ։ Եվ նա չուներ այդքան լավ փայտագործական հմտություններ, բայց դա այն բանն էր, որ նա ուզում էր անել, նա այն կառուցեց մնացորդային կամ վերամշակված նյութերից։ Եվ հետո նա կապվեց իր ընկեր Ռիկ Բրուքսի հետ Վիսկոնսինի Մեդիսոնի համալսարանում, միասին նրանք որոշեցին ընդլայնել նախագիծը։ Այս պահին ամսական ավելի քան 1000 փոքրիկ ազատ գրադարաններ են ստեղծվում։ Այսպիսով այն, ինչ սկսվեց որպես փոքրիկ միտք, դարձել է գլոբալ շարժում։ Եվ երբ դուք կարդում եք այս գիրքը, չեք կարող չմտածել. եթե այդ փոքրիկ միտքը կարող է դառնալ գլոբալ շարժում, ապա ինչպիսի այլ փոքրիկ միտքեր կարող են նույնպես դառնալ գլոբալ շարժում։ Ուրեմն, հա։ Այս գրքում ինձ իսկապես հուզող պատմություններից մեկը Լոս Անջելեսի ոստիկանության պատմություններ, որոնք ստեղծել են փոքրիկ ազատ գրադարաններ ոստիկանության կայաններում, որպեսզի ոստիկանության կայանները ավելի հրավիրող լինեն։ Սա բավական հետաքրքիր պատմություն է։ Ես իսկապես սիրում եմ կարդալ այն մասին։ Վիսկոնսինի բանտերում գտնվող բանտարկյալները։ Նրանք ունեն մի բան, որը կոչվում է լավ ընկերներ նախագիծ, որտեղ բանտարկյալները կառուցում են փոքրիկ ազատ գրադարաններ։ Նվիրում դրանք տարբեր համայնքներին ամբողջ երկրում։ Եվ հետո Մինեապոլիսում մեկ շատ հետաքրքիր նախագիծ կար, որտեղ յուրաքանչյուր փողոցում մեկ փոքրիկ ազատ գրադարան են ստեղծում։ Կարծում եմ, որ մի մասում դա հյուսիսային Մինեապոլիսն է, քաղաքի մի հատվածում, որտեղ ուսանողները մեծահասակները հավանաբար այնքան էլ չեն կարողանում հասնել գրքերին։ Այդ իսկապես շատ հետաքրքիր էր։ Այս գիրքը նա պարունակում է գործնական խորհուրդներ, թե ինչպես կառուցել ձեր գրադարանը։ Հետնամասում կան պլաններ։ Կա տեղեկություն, թե ինչպես ստեղծել հաշվիչ, որպեսզի կարողանաք իմանալ, թե քանի մարդ է բացել ձեր փոքրիկ ազատ գրադարանը։ Այս գիրքը կարդալիս ես այնքան հիացած էի։ Ես գնացի YouTube փնտրեցի փոքրիկ ազատ գրադարան, գտա մի շարք շատ հետաքրքիր տեսանյութեր, այդ թվում փոքրիկ ազատ գրադարանի երգը, որտեղ մի ընտանիք գրել է երգ փոքրիկ ազատ գրադարանի մասին։ Եվ իհարկե, նրանք երգում են երգը կանգնած իրենց փոքրիկ ազատ գրադարանի կողքին։ Այս գրքում ինձ դուր եկող մեկ այլ բան առաջարկներն են։ Հեղինակն ունի առաջարկություններ, թե ինչպես համայնքը կարող է ստեղծել հարանության հեղինակների գրվածքների անթոլոգիա եւ դրեք դա իրենց փոքրիկ ազատ գրադարանում եւ օգտագործեք դա որպես համայն կառուցելու գործիք։ Ուրեմն, այս գիրքը այն քիչ գրքերից է, որոնք ես իսկապես սիրում եմ։ Դա թվում է ճիշտ երկարություն։ Դա չի թվում շատ երկար կամ շատ կարճ։ Յուրաքանչյուր էջը քեզ տանում է հաջորդ էջին։ Ես իսկապես կցանկանայի այս գիրքը տեսնել 2 անգամ ավելի երկար։ Հաջորդ հրատարակության մեջ, եթե հաջորդ հրատարակությունը դուրս գա, բայց այս առաջին հրատարակությունը պարզապես ճիշտ է։ Հրատարակել Coffee House Press-ի կողմից։ Գրքերի դուք ամեն ինչ տեսնում եք տարբեր։ Այս փոքրիկ ազատ գրադարանների կոնֆիգուրացիաները։ Մարդիկ շատ հնարամիտ են, թե ինչպես են նրանք կառուցում իրենցը։ Եվ իսկապես սիրում եմ այս գրքի միջոցով կարդալ ասեմ թե այս գիրքը այն է, որ յուրաքանչյուր գրադարան պետք է ունենա, յուրաքանչյուր դպրոցական գրադարան, յուրաքանչյուր հանրային գրադարան, որովհետև սա մի գիրք է, որը լի է հույսով։ Ահա մի նկար փոքրիկ ազատ գրադարանի, որը ձևավորված է դիեզերանավի նման, եւ գրքերին հասնելու միակ միջոցը դա է։ Քայլել փոքրիկ ազատ գրադարանի տակ, հետո գլուխդ մտցնել դիեզերանավի մեջ։ Եվ հետո նայեք շուրջը հասանելի գրքերին։ Եկեք, տեսնենք, թե որ քաղաքում է դա։ Դա Նյու Յորքում է, կարծում եմ։ Այդ իսկապես հետաքրքիր է։ Փոքրիկ ազատ գրադարան գիրքը։ Իրական, հաճելի։
Աճելի պատմությունների